Կաֆե խմողներ, եկեք։ Ինձ համար լավ կոֆե եմ պատրաստում Լեսկոյի ջամբոն։ Իմ ամենասիրած կոֆեն է, դառը, որովհետև գիտեք, ես սիրում եմ դառը համը, քան քաղցրը։ Բարի լույս, ժողովուրդ, բարի լույս հետևորդներ ջան, բարևներ ողջ աշխարհին։ Հիմա կասեք ինչ ես տենց ուրախ, այն ազո, բայն չանեմ, ճարասի, նոր դուրս եկա պատշկամ ձյուն, այն ոնց են ասում, իսկական ձմեռ, ձուն ձմեռ, իսկական ձմեռ, գարունն էլ արդեն մի քայլ է մնացել մտնեն գարուն, նայում եմ պատշկամից ամբողջ ծառերը ձյունացած սկսած չկռել են, կոֆեն դնեմ, այն որ չջանջալացնեմ, երկարացնեմ, լույսն էլ թող բացվի, մի հատ հեսա ցույց տա։ Չնայած այն որ ցույց տամ, զարմանալու չի։ Բոլոր մարզերում էլ նման վիճակ է։ Կարող է ամենամեղմը նույնիսկ վայքում լինի։ Ձյուն Վաղն էլ մարտի 1-ն է, ես էլ ասեմ գարուն է, գարնան հոտը կշնչենք, տեսնում եք, չէ, մարդ ինչ ծրագրեր, ինչեր մտածում ես, որ անես, պիտի առաջ չընկնես ոչ մի բանից, ես էլ ասում եմ ամսի 1-ին, կիրակի է, տանն եմ, մի լավ ուտելիք կվերցնենք, կգնանք դաշտ, կնշենք գարնան բացումը, կգանք, ստուց առաջ մի ընկեք, հիմա կասեք, սա դու էիր մեղավոր, հիմա կասեք, նազո ճիշտ ես ասում, դու մեղավոր ես, դու մեղավոր, որովհետև շուտ ուրախացար, որ տաքը ընկել է, շուտ ուրախացար, եղանակը հա, արև արեց մի վարկյանում կհալվի, գնային ծանր ձյուն չի, հա, ամիսների եկած, մնացած, դաշտերը կջրվի, դաշտերս կջրվի, բանջարները կբուսեն էս ձնից հետո, չոր էր շատ, միշտ էլ խոնավություն պետք է հողին, բնությանը, բուսականությանը, թշալ են եղավ, գնացինք, չներվեք սիրելի հետևորդներ, բնությունը, բնության դեմ չեն կարող պայքարել, ներվեք, կոֆեն դրեք, եկեք։ Ասեմ սիրելի հետևորդներ, այսքան որ ես կոֆեն գովում եմ, չմտածեք, որ գովազդ եմ անում, գովազդ չեմ անում, իմիջայլոց այն օրը գնացի ես կոֆեի խանութ ու ասում այնքան լավ են մեր կոֆեն առնում, սկսել են շատ առնել, ասում, էդ իմ գովազդի շնորհիվ է, այնքան եմ գովում ասում, գալիս տանում են, իրոք լավ կոֆե է, համեղ էր իրոք, ապրես նազո ջան, սենց համով կոֆեներ հատենես, ոյ, մի հատ այստեղ նայեք սիրելի հետևորդներ, իչքոն սիրուն է, բայց, շոտ սիրուն է, ջան, ակաղն էլ կանչեց, հրաշք, հեչ կասես, որ վաղը գարուն է, միայն ակաղաղների ձայնն է լսվում, այլ ես պարանին ես ինչ, ձյունը դրել է,
Սենց բաներ։ Մի հատ դուրս կանք պատշգամբ։ Ահա։ Այսել սենց։ Մի հատ է պատշգամբից նայենք։ Լիլիթ։ Ինչի քնած չես։ Ժամ 3-ից արդում, ժամ 3-ից արդում եմ։ Չես քնում ջահել։ Ահա։ Այն կողմից գեղեցիկ է, չէ՞, տեսարանը, տները։ Կարևոր ճանապարհը բաց է, հալված է ձյունը ու կհալվի։ Սենց սարերը ամբողջը ձյուն, բոլոր մարզերում նույնն է։ Չնեղվեք, ոչինչ մնայուն չէ։ Էսիշ ձունա եկել Լիլիթ, էսիշ կրակա Լիլիթ, էտիշ ձունա եկել Լիլիթ։ Հաջող մանդե գնա գործի։ Այդ է որդներ ջան, եկավ այն պահը, որ ես արդեն տան գործերը ավարտել եմ, իդեպ աշխատանքից էլ վերադարձել եմ, շաբաթ է աշխատում ենք, գիտեք, գործերն արեցի, անցա խոհանոց։ Ասեմ, որ ձյունը ոնց եկավ, այնպես էլ հալվում է, արդեն պատուհանից կտեսնեք, այս կողմի վրա համարյա ձյուն էլ չկա, մի տեսակ էլ են չեմ, հիմա ասեմ վատ եմ, կասեք նազո, վատ չես, բայց աչքերս փակվում է սիրելի հետևորդներ, չգիտեմ ինչա կատարվում, միգուցե ճնշում կամ գերհոգնած էլ չեմ, ճնշում էլ չունեմ, լավ մինչևից է բանի տեղ չեմ դնի կանցնի, մեծամասնությունը այդպես է ինձ մոտ, որ բանի տեղ չեմ դնում անցնում է, ինչ եմ ուզում սարքել, միտս ընկել է աղի գաթան, հիմա խմորն եմ անում, համ կարող եմ աղի թխել, համ քաղցր։ Աղի մարդկանց համար աղի, քաղցրերի համար էլ քաղցր։ Սկզբնական պահը, գիտեք, հատուկը տենց գրամներով, կշիռներով չեմ անում։ Կարակը վերցրել եմ, ալյուրի հետ շուր եմ անում։ Այդպես տրորում եմ։ Իմ բաղադրատոմսն է սա։ Ես եմ մոգոն է, ես եմ հորինե, ասեմ, որ ընտիր է ստացվում է։ Այսպես։ Ես ինչ ես սարքում։ Աղի գաթա։ Չես ուտի, ավելի լավ, իմ բաժինը կշատանա։ Կարամ քաղցրել անեմ, քաղցր կուտես, ածուն սոդայով։ Շաքարավազ ձու չեմ լցնում։ Սոդան չանում ածունի։ Փրփրացնում եմ։ Փրփուր։ Եկել ես կոֆեի հարայի։ Ես էլ լավ չեմ գլուխս ցավում, հալա դիր տենան կդզվենք։ Ալյուր եմ լցնում։ Ենք հնալյուր եմ լցնում, որ ինքը տենց գունդ լինի, հա, հեշտ բացվող խմոր։ Այստեղ ալյուր և ես խմորս էլ այստեղ։ Երկու բաժակ ես դրե։ Ես էլ գաթան հեսա մի հատ։ Ինչի աղի չես ուտում, դու աղի պեչենի չես ուտում։ Չեմ սիրում։ Տեղին, հավեսին գաթա կլինի։ Ինչ էլ լավն է, մի գունդ եմ արել, հիմա փափուկ ինքն էլ հասունացավ, ես չեմ կարող կիսել երկու հատ, թող մնա խորիզը պատրաստեմ։
Ես գոթայից գունդը բաց է։ Այս խմորը փորձեք էլի։ Մի հատ փորձեք այս խմորը։ Տեսեք ինչ լավ է։ Եվ աղի խորիզ եմ արել։ Աղիա խորիզը ու սովորեն։ Հեն որ գիտեք ասում եմ ոնց է աղի պեչենի եք ուտում աղի ձողիկ, սա էլ աղի գաթա։ Ինչ է լինում որ հիմա ստիրուն այս հավեսին խմորը բերում եմ իրար վրա ու պատկերացրեք ես առանց ալյուր եմ աշխատում ու սենց բացենք մատներով մի հատ սիրուն կլորություն տամ միայն ձվի դեղնուցն եմ օգտագործում սպիտակուցը չեմ օգտագործում այս ձվերն էլ ենքան փոքր են որ այս մի դեղնուցը հենց այս մեկին բավական է բայց մի հատ տեղափոխեմ տապոկի մեջ շնոր Համի լավ էլ ձեզ ձուկսեմ, մի ձվի դեղնուցը փոքր էր, հա, հենց իրա երեսնը կսեցի։ Նախշ, սիրուն գծեր։ Ու երեսի ես շերտը միայն երեսինը ծակցկեմ, որ չուրի, մինչև ներքև չեմ ծակում։ ու գնաց։ Ջեռաց։ Թող թխվի։ Վարքյանների ընթացքում թխվեց իմ գաթան, աղի գաթան։ Ինչու եմ ասում իմ գաթան։ Որովհետև ինչ։ Որովհետև Լիլիթն ու Աշոտը չեն ուտելու, թող չուտեն, նաչարը կուտի բանջար, կփափկեն կուտեն, ու երևի որ ուտեն տեսնեն ինչքան համով է, ինչ կասեք, ինձի բաժին չեք թողի, տակա Լիլիթ ջան, սպասի պիտի դնեմ, պիտի դնեմ որ սարի, մի հատ դնենք որ սարի, բայց պիտի մեծ երկաթ բերած լիներ, ահա, անպայման սենց երկաթի վրա ենք դնում, որ ու տակնել, այս սենց ընտիր է պելա։ Չամով եմ սարքել։ Ինչ է։ Կանը յոգուրթը, սիմինաչիան ու խնձորը, բոմբեր։ Ինչ սարքեցիր։ Էլ որ բանալով սմետանով սիմինաչիով էի բար։ Հա։ Էդ եմ Մի խոսքով երկու ապսեկա սրբ եմ տեղավորեմ ու ասնեմ գաթա կտրելու, տեսնեք ոնց է եղել, ինչպես է եղել, իհարկե ես գիտեմ, որ արդեն շատ ընտիր է եղել, սիրուն գաթա է, չէ, շողշողուն, բայց չքան համեղ եմ, տանում են կտրելու, են մի հոգին էլ են կողմը կանգնած, սպասում է գաթային, չէ, ես այստեղ դու տարտիր սեղանին, ես դանակը բերեմ, ու կտրենք, խաչապուրի սարքել, շատ համեղ կլինի, մյուս անգամ հալվող պանիր կվերցնեմ, Լիլիթ, քո համար խաչապուրի կպատրաստեմ, սա էլ խաչապուրի, միայն պանիրով չէ, խորիզով, ողքինից տա, բարակ, ան, սպասի ապսեբեր, Լիլիթը տարավ ստուգելու, ես էլ ես կողքի կտորից, այս ինչ համով է, այսօր ձմռան վերջին օրն է, հրաժեշտ ենք տալիս, տխուր թե ուրախ, Աշոտ, ուրախ, ձմեռն էլ անցավ, վաղը մտնում են գարուն, գարնանամուտ է, Իրելի հետ է որդներ ջան, դες բարի գիշեր,
Դուք էլ հոգնած կլինեք ինձպես, հանգիստ է պետք ձեզ, ոնց որ ինձ այսօր։